Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունն առանց իր ներկայության դարձել է իրականություն։ Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ Քշիշտոֆ Ստոպկայի եւ Անջեյ Զեմբայի հայերը Լեհաստանում մենագրության շնորհանդեսը, որը հրատարակության է պատրաստվել Անիվ հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության հիմնադրամի եւ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կողմից։ Գիրքը մենագրության ռուսերեն թարգմանությունն է, աշխատության հեղինակները մի շարք հայտնի գիտնականներ են, որոնք ներկա էին շնորհանդեսին։ Գրքում դիտարկվում է հայերի ներկայությունը Լեհաստանում պատմական տարբեր ժամանակաշրջաններում միջնադարյան թագավորությունից մինչև մեր օրեր։ Արմլյուրի հետ զրույցում Քշիշտոֆ Ստոպկայը խոսեց գրքի ուղերձի եւ հայերի համար դրա կարեւորության մասին։ Книга «Армения в Польше» очень важная для Армении. Գիրքը հայերը Լեհաստանում շատ մեծ դեր է խաղում հայերի կյանքում, քանի որ նրանք չգիտեն այդ համայնքի պատմությունը, որը շատ մեծ է եղել։ Հայերը հին Լեհաստանում զբաղվել են առևտրով եւ կարևոր դեր են ունեցել Լեհաստանի տնտեսության զարգացման գործում։ Сыгрывали важную роль в экономической жизни Польши. Հայերը Լեհաստանում մենագրությամբ սկիզբ է դրվում Սփյուռք հրատարակչական շարքին, որը կներառի գրքեր նվիրված տարբեր քաղաքներում, շրջաններում եւ երկրներում գործող հայ համայնքներին։ Արմլյուրի հետ զրույցում Անիվ հայագիտական հետազոտությունների հիմնադրամի նախագահ Արմեն Խեչոյանը հիշում էր Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումները, գրքի մասին ջերմ զրույցները։ Ռուբեն Վարդանյանի հետ պատահական հանդիպեցինք Տալինում եւ այդ ժամանակ Ռուբենը մի հատ նախագիծ ուներ Հայաստանի ապագայի մասին պատրաստում էր գիրք եւ նա ինձ ոչ միայն ինձ տարբեր էլի մի քանի տասնյակ մարդկանց խնդրեց որ այդ գրքի հետ ծանոթանան եւ կարծիք հայտնեն։ Ես գիրքը կարդացի եւ հետո մենք Ռուբենի հետ հանդիպեցինք եւ Ռուբենը ասաց ո՞նց է քո կարծիքը ընդհանրապես ո՞նց ես մտածում։ Ես ասացի գիտես ինչ դե ես պատմաբան եմ մասնագիտությամբ, ասացի ես չեմ կարող ինչ-որ կարծիք հայտնել տնտեսական կամ իրավաբանական ինչ-որ հարցերի շուրջ, բայց ասի ինչ-որ Սփյուռքի մասին, որ դու այնտեղ բաներ ես գրել, գլուխներ ներկայացրել ես Սփյուռքը, ինձ թվում է դա մանավանդ Լեհաստանի հետ, որովհետև լեհական Սփյուռքը շատ կարևոր էր մեր պատմության մեջ 700 տարուց ավելի։ Հարկ է նշել, որ նախատեսվում է, որ կես տարուց գիրքը կունենա նաև հայերեն թարգմանություն։